Ես ասում եմ, չէ՞ որ բլոգերները մտել են քաղաքականության մեջ, իրանց այդ փնթի խելքով ու ոտներով ու ասում էի, որ վերջում պետք է ասեն, թե դուք ում գնաք ընտրեք։ Բայց ես չէի պատկերացնում, որ ադրբեջանցի բլոգերները կարան խորհուրդ տան հայերին, հայերը ում ընտրեն։ Կապ չունի Նիկոլ Փաշինյանին է խորհուրդ տալի, Ռոբերտ Քոչարյանին, թե Սամվել Կարապետյանին, թե Պողոս Պետրոսյանին։ Եթե Թուրքի խորհրդով դուք պետք է հասկանաք ում ընտրեք, կամ ընտրեք կամ չընտրեք, անձը կապ չունի։ Թուրքի ասած ով ընտրեք, ես ինչ ասեմ, հող կերեք, մեռեք ընդհանուր։ Ողջույն բոլորին։ Անցավ մեկ շաբաթ, բայց որևէ մեկը չկարողացավ բերել այն ապացույցը, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ եղել է Հայաստանի կազմում կամ պատկանել է հայերիս, այսպես ասեմ։ Չկա նման ապացույց։ Որևէ մեկը չկարողացավ այդ ապացույցը բերել։ Ես լրիվ համաձայն եմ այս կնոջ ասածների հետ։ Ստացվում է, որ հայերի մեջ էլ կան ճիշտ մտածող մարդիկ։ Դարիներ շարունակ այն, ինչ հայերը չեն հասկացել, այս կինը ասաց. այո, ունեք որևէ ապացույց, որ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին։ Իհարկե ոչ։ Ղարաբաղի պատմականորեն Ադրբեջանի տարածքն է։ Սա անհերքելի մի փաստ է։ Սա հարցի հենց մի կողմն է։ Որպես ադրբեջանցի դիմում եմ հայերին։ Հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններում կոչ եմ անում քվեարկել Նիկոլ Փաշինյանը օգտին։ Եթե ցանկանում եք ձեր երկրում խաղաղություն, կայունություն եւ իհարկե եթե չեք ցանկանում պատերազմը, քվեարկեք Նիկոլ Փաշինյանը օգտին։ Мои подписчики из Армении часто спрашивают, за кого же голосовать, кого же ты нам посоветуешь. Все очень просто. Сегодняшние реалии это 4 кандидата. Я призываю сотни тысяч моих армянских подписчиков голосовать за Никола Воваевича Пашиняна. Дам абсолютно осознанный ответ на вопрос «почему?». Да потому что он за мир, за добрососедство, за подписание мирного договора. Ռազմավարը լրիվ ուրիշ վիդեո, որտեղ որ ծաղրում էր Նիկոլ Փաշինյանին։ Իսկ որ ես նմանակում եմ անում, հիստերիայի մեջ եք ընկնում։ Դե հիմա էսի տեսեք։ Пока Иран разрабатывает ядерную программу, Израиль нападает с Америкой на Иран, Иран обстреливает всех вокруг, лишь один человек во вселенной не живет в этой вселенной, он живет совершенно параллельно, и это Никола Воваевич Пашинян. Он ест кукурузу, пирожки, чурчхелу, катается на автобусе, играет нарды. Он просто наслаждается жизнью, создает свою музыкальную группу, играет на барабанах. От него уходит жена, но он продолжает есть чурчхелу, вкуснейшие пирожки и кукурузу. Человек просто демонстрирует всему миру, что жизнь продолжается, создает интересные видео, показывает пальчиками сердечки, поздравляет всех с праздниками, становится... Դե էս էլ նայեք։ Akçı. Sen ne diyorsun? Ara kutar bu ses yomkaları. Ara bitti. Her şey bitti. Ara status bitti. Muharebe bitti. Ara yardımdan çıkardı o jenski batalyon düzeltmeyine. Ara bizim kişi batalyonu neyledi ki? Arvatlar da neyledi? Senin başı haraptı, başı. Ne batalyon, ne muharebe. TikTok'cu video çekilen, like video. Bağışla. Onda Sen ne bilirsen. ne lazımdı? Niye geldin sen? Ara geldim ki senin boş başıma bir ağıl koyun. Hiç olsun moru. Sluşey, Erdoğan'la danışma mısın? Ne? Gözlere bak, gözlere. Ansı gözlere bakma. Yok danışmamış. İşte birden Erdoğan'la danışsan matah. Denen ki, eğer Ձեր տեղը ես եմ պատասխանը իրանց տվե։ Ձեզանից ոչ մեկի վատ կոմենտ ընդե չտեսա, բայց ինձ անիծում եք, հայոյում եք, վատն եք ցանկանում։ Բումերանգի օրենքը մի մոռացեք։ Ինչ ուզեք, ինձ համար, ձեզ համար է լինելու։ Այդ հիշեք ու ինչ ուզում եք գրեք։